Գերմանիայի գլխավոր ավիափոխադրող Lufthansa-ն ընկերությունն ամառային սեզոնի ընթացքում 20,000 ոչ շահավետ չվերթ կչեղարկի ավիավառելիքի խնայողության համար, որը թանկացել է Իրանում ամերիկա-իսրայելական ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր։ Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն վկայակոչելով ավիաընկերության հաղորդագրությունը։ Թռիչքների կրճատումը կվերաբերի Ֆրանկֆուրտի եւ Մյունխենի օդանավակայաններին եւ կգործի մինչեւ հոկտեմբերի վերջը։ Միևնույն ժամանակ ընկերությունը նոր չվերթներ կգործարկի Ցյուրիխից, Վիեննայից ու Բրյուսելից եւ դեպի այդ քաղաքներ։ Lufthansa-ի ներկայացուցիչները կարծում են, որ այս չվերթների չեղարկման միջոցով հնարավոր կլինի խնայել ավելի քան 40,000 տոննա ավիավառելիք։ Ընկերությունն արդեն չեղարկում է մինչև մայիսի 31-ը նախատեսված չվերթները։ Օրինակ, ապրիլի 20-ին Lufthansa-ն չեղարկել է առաջին 120 ամենօրյա չվերթները։ Մասնավորապես ժամանակավորապես դադարեցվել են Ֆրանկֆուրտից դեպի լեհական Բիդգոշչ եւ Ժեշով քաղաքներ, ինչպես նաեւ դեպի նորվեգական Ստավանգեր թռիչքները։ Այլ փոփոխությունների մասին ընկերությունը կտեղեկացնի ապրիլի վերջին։